հանգեցնում են պետական պաշտոնյաների կաշառակերության սովորական երևույթին։ Չեն տարբերում կոռուպցիան և կաշառակերությունը։ Սակայն կաշառակերությունը, քանի այն կրում է մասնակի բնույթ և սահմանափակվում միայն անպարկեշտ պաշտոնյաների շրջանակով, կազմում է պետական մասշտաբի կոռուպցիայի սոսկ մեկ, այն էլ ոչ ամենաէական բաղկացուցիչ մասը։ Իրական չարիքը պետական մասշտաբի կոռուպցիան է, որը շատ ավելի ընդգրկուն և համակարգավորված հասկացություն է։ Հայաստանի դիտավորյալ ձևախեղված, ասում դիտավորյալ է ձևախեղված, դիվտստիկյան չի ձևավորվել։ Տնտեսական համակարգը լիովին հարմարեցվել է կոռուպցիայի, այսինքն երկրի անխնամ թալանի պահանջներին։ Այն ոչ մի կապ չունի, ոչ սոցիալիզմի, ոչ ֆեոդալիզմի, ոչ իսկ անվանապես հռչակված կապիտալիզմի կամ լիբերալիզմի հետ։ Այս իշխանությունների միակ լիբերալ խորհրդանիշը Սերժ և Տիգրան Սարգսյանների փողկապն է, ուրիշ ոչինչ։ Նախագահի ու վարչապետի փակ գրասենյակներում են որոշվում սեփականության բաշխման, պետական գույքի և հողի վաճառքի, մենաշնորհային արտոնությունների շնորհման, հաջորդների և տենդերների կազմակերպման, արտահանման և ներմուծման քվոտաների սահմանման, ընդհուպ մինչև լիցենզիաների տրամադրման և հողահատկացումների ու շինարարական աշխատանքների թույլտվության հարցերը։ Այսինքն հիմնովի խախտված են կապիտալիստական կամ շուկայական տնտեսության երեք ամենագլխավոր սկզբունքները՝ հավասար հնարավորությունների ընձեռումը, ազատ մրցակցության ապահովումը և սեփականության անձեռնխելիության երաշխավորումը։ Ավազակապետական հորժորժված այդ համակարգը կամ քրեական բուրգը, որը ձևավորվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, գոյատևում ու ծաղկում է իշխանության բացառիկ երկենտրոնացման և պետական քաղաքական հակակշիռների լիակատար վերացման շնորհիվ, ինչի հետևանքով օրենսդիր ու դատական մարմինները, գրպանային կուսակցությունները, նոմենկլատուրայի մտավորականությունը և տեղեկատվության էլեկտրոնային միջոցները դարձել են գործադիր իշխանության կցորդն ու հուսալի հենարանը, այն կերպ ասած հանցակիցը։ Սովորաբար կոռուպցիայի ամենացածուն արտահայտությունն է համարվում այսպես կոչված սփերային տնտեսությունը, որը տարբեր պատճառներով դուրս է մնում իշխանության վերահսկողության սահմաններից։ Սակայն համարձակվում եմ ասել, որ Հայաստանում իրականում սփերային տնտեսություն չկա։ Մեր իշխանավորները այնքան կազմակերպված ու աչալուրջ են, որ նրանց հսկողությունից ոչինչ չի վրիպում և առանց նրանց թույլտվության ոչ մի ստվեր չի գոյանում, ինչը նշանակում է, որ հանցավոր տնտեսական գործունեության բոլոր դրսևորումները ուղղորդվում ու կառավարվում են մեկ կենտրոնից։ Հետևաբար, սա ոչ թե սփերային տնտեսություն է, այլ համատարած թալան կամ պետական ռեկետ, որի պատճառով Հայաստանում գոյանում է երկու բյուջե, մեկը պաշտոնապես հայտարարվածը, մյուսը իշխանությունների գրպանում հայտնվածը, որը անհամեմատ ավելի մեծ է, քան առաջինը։ Ըստ այդմ, եթե իրական բյուջեի կեսից ավելին չգողացվեր, ապա այսօր մեր երկրի բյուջեն պետք է լիներ ոչ թե 2.5, այլ առնվազն 5-6 միլիարդ դոլար։ Ավազակաբարով վարչախմբի գոյության իմաստն ու հետապնդած նպատակները ոչ այլ ինչ են, եթե ոչ իշխանության բոլոր նպատակներին ապօրինաբար տիրող մարդկանց սահմանափակ շրջանակի բարօրության կամ ավելի ճիշտ չոփության ապահովում սեփական ժողովրդի անխնա հրստահարման ու կեղեքման գնով։ Այդ ամենը ցինիկաբար քողարկվում է հայրենասիրության, պետական շահի, ցեղասպանության ճանաչման, Արցախի անկախության վերամբարձ կարգախոսներով ու կամ թուրքերի ու ադրբեջանցիների հասցեին ուղղված հոխորտանքներով։ Այնինչ միանգամայն ակնհայտ է, որ հայրենիքը նրանց համար ընդհանրապես նվաճված տարածք է կամ առավելագույնը օբյեկտ։
պետական շահասվածը ստորագույն անձնական շահախնդրություն, իսկ ցեղասպանության ճանաչումն ու Արցախի ազատագրումը էժան բանադրան իրենց հակաօրինական նպատակների իրականացման գործում։ Ըստ Մոսկովյան մամուլի հայտնի հրապարակումների, որոնք լայն արձագանք են գտել նաև միջազգային ասպարեզում, Հայաստանի ամենակոռումպացված պետական պաշտոնյաներն են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Սարգսյանը, աղբը, ես միշտ ասել եմ նրան ու չեն տալու, Արմեն Գևորգյանը, Վարդան Այվազյանը, Անդրանիկ Մանուկյանը, Երվան Զախարյանը, Գագիկ Բեգլարյանը, որը ազատության հրապարակում տոնավաճառ է բացել, Արմեն Արետիսյանը, Գագիկ Խաչատրյանը, Հրաչյա Հարությունյանը, Միքայել Մինասյանը, Ալեքսան Հարությունյանը, Արթուր Ջավադյանը, Դավիթ Հարությունյանը, Գրիշա Հարությունյանը և Սուրեն Խաչատրյանը։ Թե որքան հավաստի են նշված հրապարակումներում հիշյալ անձանց կարողություններին վերաբերող տվյալները կարող է ապացուցել միայն դատարանը։ Բայց քանի որ վերջիններս զրպարտության հայցով դատարան չեն դիմում, համառորեն չեն դիմում, անցել է որքան ժամանակ, ուստի մենք հիմք չունենք չհավատալու այդ տվյալներին։ Հայաստանի կոռումպացված իշխանական համակարգի վերը ներկայացված պատկերից պետք է հասկանալի լինի, թե ինչու օրինակ տեղի ունեցավ 2008 թվականի մարտի 1-ի սպանդը։ Ավազակահմբի առջև կանգնած էր ոչ միայն իշխանությունը կորցնելու, այլև հափշտակած հսկայական հարստությունից և հետագա թալանից զրկվելու վտանգը։ Այդ պատճառով, եթե պետք լիներ, նա կսպաներ ոչ միայն 10, այլև 1000 մարդ։ Այսօրվանից ևեթ, յուրաքանչյուրի համար պետք է պարզվի, որ իշխանափոխությունից հետո, իշխանափոխությունից հետո, պետական պաշտոնյաների ձեռքով, բոլոր պետական պաշտոնյաների ձեռքով, ժողովրդից հափշտակված ողջ հարստությունը, կրկնում եմ ողջ հարստությունը, դա կլինի գումար, բանկային հաշիվ, թե պալատ, թե բիզնես, պետք է վերադարձվի ժողովրդին։